TV-ի եթերում օրդ բարին է, իսկ դա նշանակում է, որ պետք է մեր օրը լցնենք բարությամբ, սիրով, դրական էներգիայով, իսկ ես եկել եմ, որպեսզի օրը սկսենք նաև լավ տեսահոլովակով, ռիթմիկ եւ երաժշտական, իդեպ ռիթմը, երաժշտությունը եւ պարային մոտիվները այսօր չեն դադարելու, ձեզ խոստանում եմ մնացեք մեզ հետ, իսկ հիմա արթնանանք միասին։ Դենցիելներս, ինչպես եւ խոստացել էի, պարային ասպարեզում մենք ունենք հրաշալի նորություններ, հիմա փակագծերը չեմ բացի, դիտեք տեսանյութ, որից է պարզ կլինի, թե ինչ յուրահատուկ իրադարձություն է տեղի ունենալու եւ ովքեր են մեր հյուրերը։ Եվ այսպես, մայիսի 14-ին, 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի Գարուն Երևան շքեղ համերգային ծրագիրը։ Այդ կապակցությամբ մենք այսօր ունենք հրաշալի գեղեցկուհիներ հյուրեր, ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի պարախմբի արտիստներ Աննա Մարգարյանը, բարի առավոտ, ինչպես նաեւ Մարինա Մարուքյանը, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ ես սկսել եմ գեղեցկությամբ եւ ձեր ներկայությամբ սիրելիներս հրաշալի նորություն ունենք, յուրահատուկ ծրագիր, կուզենայի մի քիչ բացահայտենք ու պատմենք ինչ այն իրենից ներկայացնում, երբ է սկսվել գաղափարը ծրագիրը իրականացնելու եւ այսպես շարունակ։ Նախ շնորհակալ ենք եւ շատ ուրախ ենք կրկին անգամ հյուրընկալվել ձեր տաղավարում։ Նախ ասեմ, որ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի բարեկամություն պետական անսամբլի 39-րդ համերգաշրջանի մեկնարկն է տրվել։ Մեկնարկը տրվեց ժողովրդական արտիստ, մեր շատ սիրելի անսամբլի հիմնադրի Նորեր Մեհրաբյանի 85-ամյակին նվիրված համերգային ծրագրով։ Իսկ այժմ, ինչպես նշեցիք, մայիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանանք գարնանային վառ, գունեղ համերգային ծրագրով, բոլորին սպասում ենք։ Ինչով է առանձնանալու այս համերգային ծրագիրը, ինչ նշանակություն ունի ձեզ համար, ինչքան են տևել աշխատանքները, որպեսզի պատրաստ լինի արդեն համերգային ծրագիրը։ Ինչպես միշտ համերգը բազմաժանր է, բարեկամություն պետական անսամբլի հանդիսատեսը արդեն ծանոթ է խաղացանկին եւ այս համերգը կրում է Գարուն Երևան խորագիրը, որովհետեւ ներկայացնելու ենք բազմաժանր, բազմագույն պարային բեմադրություններ, գարնանային տրամադրություն։ Համերգը բաղկացած է երկու բաժնից, առաջին բաժնում կներկայացնենք հայկական դասական պարային բեմադրություններ, իսկ երկրորդը ավելի շատ տարբեր ազգերին բնորոշ ժողովրդական համարներ։ Կհնչեն Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Կոմիտաս, իսկ երկրորդ բաժնում ավելի շատ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ, օրինակ Կարլ Օրֆ եւ Մոցարտ ու տարբեր ազգերի Շատ բազմաժանր եւ ինչ անուն որ տվեցիք, կարծում եմ հեռուստադիտողը ձեր հավատարիմ հանդիսատեսը շատ սիրում է եւ վայելելու է էստոնական տրամադրությունը։ Ձեզ համար ներքին զգացողությունը ինչ բարդությունների առաջ եք կանգնում, ինչեւ հասնում եք այդ գեղեցիկ տոնական տրամադրության։ Մի քիչ խոսենք ետնաբեմային, հա, կատարվելիքից։ Իրականում ֆիզիկական առումով են ծանրաբեռնված լինում փորձերը, որովհետև դա պահանջում է ամանորյա աշխատանք, ինտենսիվ, առանց դադարների, որպեսզի հասնենք, այո, քրտնաջան աշխատանք բառից բուն իմաստով, որպեսզի հասնենք մի արդյունքի ու հանդիսատեսը կարողանա վայելել առանց որևէ թերության։ Նկատել եք, որ ունեք հանդիսատես, որ միշտ գալիս է։ Այո։ Այսինքն այսպես դեմքերը կրկնվող են ու ասում եք նա մեր հավատարիմն է։ Ինչ տպավորություններ է ունենում հանդիսատեսը համերգներից հետո ձեզ վայելելու։ Նշեմ մեզ համար շատ կարևոր առանձնահատուկ է, այսպես մի բան, մեր վարպետի խոսքը, որ միշտ ասում է, որ այնպես պետք է ապրեք, պետք է մի բան տակ հանդիսատեսին եւ հանդիսատեսը պետք է ձեռնունային չվերադառնա տուն, պետք է իր հետ մի բան տանի, որը իրեն ապրելու ինչ որ ուժ կտա գոնե այդ օրվա համար, թե հայրենասիրության առումով օրինակ հայկական շատ գեղեցիկ բեմադրություններ ունենք սրտին կպնող նույն ինքը Կոմիտաս, թե գեղագիտական հաճույք որպես հանդիսատեսին պարգևող, թե ինչ որ էմոցիա փոխանցելու կամ լավ տրամադրություն ինչու՞ ոչ։ Մի խոսքով այդ պատասխանատվությունը կրում ենք ամեն անգամ բեմ դուրս գալիս։ Ինչքան է տևելու համերգը, քանի համար է լինելու այդ օրը։ Երկու բաժնից է բաղկացած, դա մոտավոր մի 2 ժամվա ծրագիր է։
Դա շատ մեծ ծրագիր է իրականում բարային ելույթների համար, ես պատկերացնում թե ինչ աշխատանք է կատարվել։ Իսկ միայն այս համերգով սահմանափակվելու եք, թե հնարավորություն է լինելու նաև այլ քաղաքներում համերգը ներկայացնել կամ գուցե արտերկիր հյուրախաղի տեսքով։ Ամեն ամսյա մենք ունենք համերգային պլան կատարելու, այսինքն ամեն ամիս մենք պարտաճանաչ համերգներ ունենում ենք, այս անգամ բացի Արամ Խաչատրյան համերգասրահից նաև ելույթ կունենանք մայիսի 28-ին Քաղաք Էջմիածնում, համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան մշակույթի պալատում եւ մեր Էջմիածնի հանդիսատեսին նույնպես կարող ենք արդեն շնորհավորել, որովհետեւ ելույթը կունենանք այնտեղ։ Հրաշալի, ուրեմն ասում ենք մայիսի 14 եւ մայիսի 28 արդեն Էջմիածնի հանդիսատես։ Կուզեմ նշել նաև, որ մեր մասնակցությունը կունենանք հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված համերգային երեկոյին մեծ պատվով եւ պատասխանատվությամբ պատրաստում ենք նաև մայիսի 22-ին։ Շատ բարի։ Այսօր այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ արհեստական բանականությունն է առաջ եկել, մարդիկ ընկնում են նոր էֆեկտների, նոր գույների, լույսերի, արհեստական ձայների եւ ոճի յետևից։ Հետաքրքիր է ձեր բեմադրությունների մեջ եւ ձեր ծրագրի մեջ ինչն է կարևորվում։ Կա շոու, որը զարմացնելու է, թե ամեն դեպքում գլխավոր դերակատարը հենց պարողն ինքն է իր պրոֆեսիոնալիզմով եւ հավասարությամբ։ Չգիտեմ ապագայում ինչպես կլինի, մեր ապագան իհարկե, բայց չէ, համերգային ծրագիրը շոու չի ներառում իր մեջ, ամեն ինչ թատերական ոճով է դեռևս։ Կարևորը գնահատվում է, օրինակ, ինչպիսի տենդենց կա, թե վիճակագրությամբ նայենք, հանդիսատեսը ավելի ակտիվ է դառնում, թե պասիվանում է գնալու։ Ակտիվանում է։ Ինձ թվում է նայած ժամանակաշրջան, լինում են եւ ակտիվ շրջաններ եւ մի փոքր пассив շրջաններ, դա էլ է կարծում եմ բնական է։ Իսկ ինչ վերաբերվում է արհեստական բանականության հետ կապված, դեռևս կարծում եմ հանդիսատեսին էմոցիան է ավելի շատ գրավում, ներկա վիճակը, իսկ թե ապագայում ինչ կլինի։ Բայց համաձայն եք, չէ՞ որ ինչ է լինի, միևնույն է բնական իրական մարդը, արտիստը, պարողը, երաժշտությունը ու էմոցիան ոչ մի բանով չի կարող փոխարինվել։ Ու սա շատ կարևոր է սիրելի հեռուստայտող, որովհետև դուք մայիսի 14-ին ունեք հնարավորություն վայելելու իրական հույզեր, իրական էմոցիաներ, պրոֆեսիոնալ բարային թիմ, բարեկամություն, որ անունն ինքնին արդեն հուշում է եւ ներկայացնելու կարիք չկա։ Տարիների պատմություն ունեցող, փորձ ունեցող նվիրյալներ, ովքեր սիրում են իրենց գործը, այդ գործի մեջ դնում են հոգի, իսկ այդ հոգին հետո հասնում ու դիպչում է ձեր սրտերին։ Ինձ մնում է միայն ասել, որ բայց չթողնեք եւ ձեռք բերեք այն տոմսը, որի շնորհիվ կարող եք վայելել ձեր կարևոր տեղը այդ օրը համերգին ներկա գտնվելու։ Որպես այսպես վերջին հարց տամ, հա, ինչու պիտի գան այդ օրը նայելու ձեզ։ Որովհետև մենք շատ սիրով եւ ջանասիրությամբ պատրաստվել ենք այդ համերգին, որպեսզի այդ օրը փոխանցենք, ինչպես Աննան նշեց արդեն, ինչ որ մի բան, որ դուք կարող եք ձեր հետ տանել տուն։ Հրաշալի։ Իսկ դուք ինչ կասեք։ Ես կհավելեմ, որ սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին, հիշեցնելով Արամ Խաչատրյան համերգասրահ, մայիսի 14, սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին։ Գարուն Երևան Արամ Խաչատրյան համերգասրահ մայիսի 14 շքեղ համերգային ծրագիր։ Մեր հյուրերն էին ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի բարեկամություն պետական անսամբլի պարախմբի արտիստներ, գեղեցկուհիներ Աննա Մարգարյան եւ Մարինա Մարուքյանը։ Չմոռանաք նաեւ, որ մայիսի 28-ին Էջմիածնում կարող եք նաեւ վայելել հրաշալի համերգային ծրագիր, սա էլ շատ լավ նախաձեռնություն է, ես հույս ունեմ, որ կլինի շարունակական ու թե մեր տարբեր այլ մարզերում կունենան հնարավորություն վայելելու իրական հայկական պարը եւ ոչ միայն, հա, շքեղ հրավառությունը պարային, այլ նաեւ համերգային ծրագիրը կունենա շրջագայություն Հայաստանի սահմաններից դուրս։ Շնորհակալ եմ, որ այս առավոտ ժամանակ գտաք եւ եկաք մեզ հյուր։ Ձեզ մաղթում եմ հաջողություն ու հաճելի համերգային ծրագիր։ Շնորհակալություն։ Իսկ մենք այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, առաջարկում եմ եւս մեկ պարային կատարում այս պահին դիտել, որից հետո ավարտենք եթերը, մնացեք բարով սիրելիներս, սիրում եմ ձեզ։